Հարգելի հայրենակիցներ, նայում եմ Նիկոլ Անհողի քարոզարշավը տեղ գյուղում ու սարսափում եմ։ Կրկին այս անձը իր անմեղսունակությունը, ինչպես ինքն է ասում, խոդի տալով, ինչպես նաև ընտրակաշառքների մասին զառանցանքներ տարածելով փորձում է տղամարդ լամիչ լինել։ Ինչ որ գորգռում է, գլուխներդ պատերին եք տվեք, մռութներ դեք ջարդել, չգիտես ինչ, փորձում է ժողովրդահաճո ինչ որ զառանցանքներով հանդես գալ, թե բա ժողովուրդն է որոշում եւ այլն։ Նիկոլ, այդքան տղամարդ կաց հələ Ալիևին պատասխանի, ով քեզ ասում է հարբեցող ծաղրածու, ով ծիծաղում էր վրատ ու ասում էր Նեոլ դու Փաշինյան։ Հիմա եկել ես այստեղ ինչի ես գորգռում, ում ես ինչ ապացուցում։ Այդ թուրքի կոշիկ լիզող ոչնչություն, Ալիևին պատասխանի, քո պատճառով Նիկոլ Անհող, ամբողջ աշխարհը ծիծաղում է հայ ժողովրդի վրա, մենք կապիտուլացված ժողովուրդ ենք եւ պետություն ենք, դե կնոջ կողմից ծեծվող Մակրոնի հայասիրության մասին էլ չասեմ։ Լավ, անցնենք ընտրակաշառքին։ Դու ապացույցներ ունես, դատարանի որոշումներ կա, որ այդ մարդիկ ընտրակաշառք են բաժանել, էնել 5000 դրամ կամ որևէ մեկն է բաժանել։ Իսկ օրինակ ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ունեմ տեղեկություն, որ դու ընտրակաշառք ես բաժանում, որովհետև երբ որ դեկտեմբերին ասում էին, որ թոշակը ինչի չես բարձրացում, դու դոշերը ծեծելով ասում էիր մենք գումար չունենք։ Բայց հետո պարզվեց մենք այնքան գումար ունենք, որ թոշակները 10000-ով բարձրացրեցիր։ Հետո 65+ այդ ծրագիրը մտցրեցիր, որի արդյունքում հիմա առողջապահական համակարգը ուղղակի տնքում է միլիարդավոր դրամների պարտքերի տակ։ Եվ քո ընտրազանգվածը Նիկոլ Անհող, երբ որ հարցնում ես ինչի ես Նիկոլին ընտրում, ասում է որովհետև Նիկոլը թոշակս բարձրացրեց, որովհետև Նիկոլը 65+-ը արեց։ Դա ինչ է դա ինչպես է դիտարկում։ Ինձ համար դա ընտրակաշառք բաժանել է այն էլ, հարգելի հայրենակիցներ, այդ ընտրակաշառքը, ես նույն նիկոլականներին եմ ասում, որ բաժանվել է մեր հաշվին, մեր բոլորիս հաշվին, որովհետև Նիկոլ Անհողը 2018 թվականի մայիսին, երբ որ եկավ իշխանության, մեր պետական պարտքը ընդամենը 6.7 միլիարդ դոլար էր։ 8 տարիների ընթացքում մեր պետական պարտքը աճել է մինչև 15 միլիարդ ամերիկյան դոլար։ Փաստացի մենք ամեն տարի պարտքով վերցնում ենք 1 միլիարդ ամերիկյան դոլար։ Ու այսօր Նիկոլ Անհողը լկտիաբար հանդիպելով իր քարոզարշավի առաջին օրը գյուղաբնակիչների հետ փորձում է ներկայացնել թե իր ճանապարհաշինությունը, թե սոցիալական ծրագրերը, որպես իր կառավարության ձեռքբերում։ Հա, ում հաշվին է դա արել։ Քո աշխատանքի հաշվին ես արել, իհարկե ոչ, պարտքերի հաշվին ես արել։ Այդ ապուշությունը նույնիսկ կարող էր անել մեր ուրեմն Գյումրիի եկեղեցու կողքի ցանկացած մուրացկան։ Իբր թե մեծ բաներ է արել, մեր հարգելի հայրենակիցներ, Նիկոլ Անհողը ասֆալտապատում է մեր հաշվին։ Ինքը մեր պետական պարտքը 6.7 միլիարդ դոլարից հանել հասցրել է 15 միլիարդ ամերիկյան դոլար, որը վճարել ենք մենք եւ ձեր բոլորի հաջորդ ծերունդները, երեխաները, թոռները եւ այլն։ Տեղ գյուղի բնակիչներին եմ դիմում, որևիցե մեկը հարցրեցիք Նիկոլին, ձեր կորցրած տարածքները, որը Նիկոլը նվեր տվեց թուրքերին, դուք երբ եք հետ ստանալու։ Այդ հեքիաթները, որ դուք այդ տարածքները հետ եք ստանալու, իբր թե սահմանազատման եւ սահմանակցման ժամանակ սուտ են։ Նիկոլը ձեզ խաբում է, ոչ մի սահմանազատում եւ ոչ մի սահմանակցում հօգուտ Հայաստանի տեղի չի ունենալու։ Դուք այդ տարածքները հետ չեք ստանալու։ Ինչպես խաբեց Բերքաբերցիներին։ 2 տարի առաջ նվիրեց Տավուշի մարզի հողերը թուրքերին, գնաց Բերքաբերցիներին ասեց 900 հեկտարը հետ են տալու։ Մինչև հիմա Բերքաբերցիները այդ 900 հեկտարին են սպասելու։ Ու սպասում են, ու չեն էլ ստանալու հետ, որովհետև ի տարբերություն մեզ թուրքերը ոչ մի անգամ ինչ որ թղթի կտորի վրա ստորագրություն տնելով ոչ մեկին տարածք չեն հանձնում։ Ընդհանրապես ոչ մի ազգի մոտ տարածք հանձնելը թղթով չի լինում։ Մարդիկ արյունով են այդ սահմանները գծում։ Նույնիսկ պարտության դեպքում։
Հարգելի հայրենակիցներ, գերադասեք կապիտուլյանտ Նիկոլի հետ հանդիպմանը հարցրեք, թե օրինակ Ալիևին ինչի չի պատասխանում Ալիևի վիրավորանքներին իր եւ հայ ժողովրդի հասցեին ուղղվող։ Նիկոլ անհող, այդքան տղամարդկաս թուրքերին պատասխանի, այդ հաթաթաներդ, այդ ճղճղոցներդ, այդ անցենզուր անմակարդակ բառապաշարդ հավաքի քեզ։ Դու այդքան չկաս։ Ի տարբերություն կոնտրազանգվածի, ես հո կարդում եմ ադրբեջանական մամուլը, այլ փալաս։ Ալիևին պատասխան է Ալիևին, ով քեզ ասում է, որ դու հարբեցող ծաղրածու ես։